Ես այսօր ուզում եմ խոսեմ մի փոքր մի պատմության մասին, որ կատարվեց Տեր Հիսուսի ու աշակերտների միջև, բայց ինչ կխոսեմ, ուզում եմ հիշացնեմ Սաղմոս 15-ի 2-րդ համարը, որտեղ ասում է, որ կա արդյոք իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրի, որովհետև մեր կյանքի մեջ մենք երբեմն բացահայտում ենք մեր մեջ մի վիճակ, որտեղ տեսնում ես, որ քո ծարավը ոնց որ թե պակասել Աստծու նկատմամբ։ Դու հիշում ես ժամանակներ, որտեղ այնքան լիքը ծարավ կար Աստծու ներկայության նկատմամբ ու այնքան ձգտում կար Աստծուն մոտ լինելու, Աստծով լցվելու, բայց հետո բացահայտում ես, որ ոնց որ թե մի քիչ ծարավդ փոքրացել է։ Եվ ուզում եմ պատգամս վերնագրեմ այսպես. ծովի վրա կամ Տիրոջ մոտ։ Եվ ուզում եմ կարդամ Մատթեոս ավետարանի 14-րդ գլուխ 22-րդ համարից։ Եվ Հիսուսը շուտով իր աշակերտներին ստիպեց, որ նավը մտնեն եւ իրանից առաջ անցնեն այն կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդին արձակի։ Եվ երբ որ ժողովրդին արձակեց, վեր ելավ Սարը առանձին աղոթք անելու։ Եվ երբ որ իրիկուն եղավ, միայն ինքն էր այնտեղ։ Տեր Հիսուսը թեև աշակերտներին ստիպեց, որ անցնեն մյուս կողմը, բայց ինքը բարձրացավ մենակ աղոթք անելու։ Մեզ համար երբեմն մենք երբ որ բացահայտում ենք մեր կյանքերի մեջ, որ տեսնում ենք, որ այդ ծարավի պակասը, որ քիչ առաջ ասեցի, ոնց որ թե ծարավի պակաս կա, երբեմն այնքան ենք ընկնում մեր գործերով, մեր զբաղմունքներով, որ տենում ես ոնց որ թե օրը տանցավ, նենց նորմալ աղոթք էլ չարեցիր, հա, այնց էվ չի, որ աղոթք չարեցիր, օրվա մեջ ասենք ձեռի հետ ոտի վրա են, որ ասում են աղոթք ես անում, Աստծու հետ բաներ կա, խոսում ես, սիրտդ բացում ես, բայց երբ որ առանձնանաս Աստծու հետ աղոթք անելու, ոնց որ թե տեսնում ես, այս սա բացակայում է քո կյանքի մեջ։ Բայց Տեր Հիսուսը ամբողջ օրվա ծառայությունից հետո, երբ որ արևի տակ ծառայել էր, ժողովրդին խոսացել էր, հետո հրաշքներ կատարվել հացի բազմացման ու իրիկուն էր եղել արդեն, իրիկունը երբ որ պետք է արդեն հանգստանար, բայց ինքը մենակ բարձրացավ լեռը։ Լեռան ստորոտին էլ չմնաց աղոթք անելու, բարձրացավ լեռ։ Այդ հոգնած արևից տանջված բարձրացավ լեռը ու լեռան վրա աղոթք անելու։ Հա ինչ կարիք կար լեռը բարձրանալու, որովհետև ներքևում խանգարող հանգամանքներ կան։ Մատթեոս ավետարանի մեջ Տեր Հիսուսը երբ որ աղոթքի մասին սովորացնում էր, ասում էր, երբ որ աղոթք անես, մտիր քո ներքին սենյակը եւ ծածուկում աղոթք արա։ Եվ քո հայրը, որ ծածուկը կտեսնե, հայտնապես հատուցում կանի քեզ։ Բայց երբ որ մտնես քո ներքին սենյակը, դուռդ փակի հետևիցդ։ Ու երբ որ մենք ուզում ենք աղոթք անել, ցավոք սրտի ժամանակակից քրիստոնյաները մի քիչ հարմարացնում են իրանց, մենք երբ ասում քրիստոնյաներ ուրիշների նկատի չունեմ, մեզի նկատի ունեմ, հարմարացնում ենք աստվածպաշտությունը մեր հարմարավետությանը եւ ոչ թե մենք ենք գնում լեռը բարձրանալու, մենք ենք գնում ներքին սենյակում աղոթք անելու դուռ հետևներից փակած, այլ փորձում ենք մի քիչ մեր գործերի հետ համատեղենք մեր աստվածպաշտությունը, բայց Աստված երբ որ լուրջ վերաբերմունք է սպասում մեզանից, արդյոք գտնում է այդ վերաբերմունքը մեր կողմից, որովհետև եթե մենք իսկապես լուրջ ենք տրամադրված Աստծո նկատմամբ եւ պատկառանք կա այդ Աստծո նկատմամբ, մենք կարող ենք պատկառանքով եւ երկյուղածությունով մոտենալ այդ Աստծուն։ Եվ Տեր Հիսուսը այս օրինակն էր մեզ համար, որ ինքը բարձրացավ լեռը օրվա տանջվելուց հետո աղոթք անելու։ Ու երբ որ բարձրացավ, ոնց եք կարծում ինչքան ժամանակ անցավ այդ աղոթքի մեջ։ Քիչ հետո կտեսնենք ժամը քանիսն էր, որ աշակերտներին հանդիպեց ծովի վրա։ Բայց Տեր Հիսուսը, որ իր ծառայությունը կատարում էր, մենք մտածում ենք, ասում ենք, դե ես տենց հատուկ Աստծուն ասելու բան չունեմ, հատուկ Աստծու հետ տենց խոսալու բան չունեմ, համ երկու բան աղոթում եմ, ասում Տեր ջան, փառք ես, այս ինչ կարիքը վերցրածերների մեջ, էլ տենց հատուկ բան չունեմ։ Տեր Հիսուսը արդյոք բան ուներ ասելու Աստծուն։ Մեր կյանքի մեջ մեր կախվածությունն Աստծուց
այն կետն է, որտեղ մենք կարանք աղոթքների մեջ պահպանենք։ Ու եթե մենք մեր կախվածությունն Աստծուց չենք պահում, մենք ինքներս ենք դառնում մեր կյանքի տնօրենը եւ մենք ենք ղեկավարում մեր կյանքը, բայց երբ որ դու գնում ես ամեն բաների մեջ Աստծուն մոտենում ես, Աստծու հետ հաղորդվում ես, Աստծուց կախվում ես, այդ ժամանակ տեսնում ես, թե ինչքան բան կա, որ ամեն բան նրանից, նրանով եւ նրա համար է։ Հաջորդ համարի մեջ կարդում ենք, որ 24-րդ համարի մեջ կարդում ենք, որ բայց նավն արդեն ծովի մեջտեղն էր եւ ալեկոծում էր, որովհետեւ քամին ներհակ էր։ Աշակերտները նավի մեջ էին եւ ծովի վրա էին։ Եվ քանի որ աշակերտները նավի մեջ էին, միշտ սուզվելու վտանգը կար։ Քամին հակընդեմ էր, հակառակ քամի էր եւ ալիքներ էին բարձրանում ու վտանգ կար աշակերտների համար։ Թեև նրանք փորձառու նավաստիներ էին, որոնք իրանց ամբողջ կյանքը, նրանց մեծամասնությունը աշակերտների ձկնորսներ էին եւ շատ հեշտ կարային այդ իրավիճակը ղեկավարեին, բայց քանի որ քամին հակառակ էր եւ ալիքներ էին բարձրանում, վտանգ կար, որ նրանք կարող էին սուզվել։ Մեր կյանքի մեջ մենք միշտ ընդդիմություն ունենք։ Մեզ թվում է, թե քրիստոնեական կյանքը ես ինձանով ոնց կկարենամ, ոնց ուժս կպատի կգնամ, բայց մենք հաշվի չենք առնում, որ դիվական ուժեր կան, որ ճնշում են ու մեզ քաշում են ներքև։ Այդ դիվական ուժերը անընդհատ փորձում են խոցեն մեզ, փորձում են մեզ կապանքներով կապեն ու մենք հոգևոր աշխարհը չենք տեսնում։ Եթե մենք հոգևոր իրականությունը բարձ տեսնելու լինեինք, մենք շատ ավելի ուրիշ կերպ կվարվեինք։ Երբ որ հանկարծ մի մեղավոր ցանկություն է սկսում քեզ կպչուն մտքի նման կպնել, մենք մտածում ենք, որ սա մենք ենք, բայց եթե մեր աչքերը բացվեն, մենք կտեսնենք, որ սա կոնկրետ դեպեր կան, որ աշխատում են այս ուղղությամբ, մեր վերաբերմունքն ուրիշ կերպ կլինի, բայց սատանայի նպատակը անընդհատ սա է, որպեսզի մեզ քաշի ծովի հատակը, որպեսզի մենք սուզվենք այս կյանքի մեջ եւ այդ պայքարը, որ կա, որ մեր նավակն անընդհատ գնում է եւ ալիքներ են բարձրանում, այո, ալիքները շարունակ կբարձրանան, այո, ալիքները անընդհատ կփորձեն մեզ խորտակեն, բայց մենք պիտի անընդհատ նավավարենք դեպի առաջ, դեպի այն նպատակը, որ Տեր Հիսուսը մեզ ասել էր։ 25-րդ համարի մեջ կարդում ենք, որ եւ գիշերվա 4-րդ պահին Հիսուսը ծովի վրայով գնալով նրանց մոտ եկավ։ Որն էր գիշերվա 4-րդ պահը։ Գիշերը սկսվում էր հրյաների համար, օրը բաժանված էր երկու մասի այդ ժամանակաշրջանում։ 6-ից 6-ը եւ առավոտվա 6-ից մինչեւ երեկոյան 6-ը դա ցերեկն էր, իսկ երեկոյան 6-ից մինչեւ առավոտվա 6-ը դա գիշերն էր։ Եվ 4-րդ պահը դա վերջին պահն էր, եթե բաժանում էր 4 մասի, 4 հատ 3 ժամերի, այդ վերջի 3 ժամվա մեջ Տեր Հիսուսը ամբողջ գիշեր աղոթք էր արել եւ այս լուսադեմին մոտիկ, որ արդեն վերկենալուն մոտ էր, այդքան ժամանակ աշակերտները նույնպես ցերեկվա այդ տապից հետո թիավարում էին, որպեսի գնան, քամին էլ հակառակ էր, ալիքները իրանց հակընդեմ էին, բայց իրանք գնում էին եւ այս գիշերվա 4-րդ պահին, վերջի պահին Տեր Հիսուսը ծովի ալիքների վրայով եկավ։ Մեր կյանքի մեջ մենք կարանք տեսնենք, որ երբ որ մենք ալեկոծության մեջ ենք, Տեր Հիսուսն ինքն է նախաձեռնում մեզ մոտ գալը։ Շատ անգամ մենք տեսել ենք, որ մեր կյանքի մեջ խնդիրներ կան, ալեկոծություններ կան, հակընդեմ ալիքներ կան, ու Տեր Հիսուսին տեսել ենք ոնց է ինքը ալիքների վրայով քայլելով գալիս մեր կյանքի մեջ։ Ու սա մեզ այնքան մխիթարում է, սա մեզ այնքան քաջալերում է, որ ինքը անձամբ նախաձեռնում է մեզ մոտենալը։ 26-րդ համարի մեջ կարդում ենք, որ եւ աշակերտները, երբ որ տեսան նրան ծովի վրա գնալիս, շփոթվեցին եւ ասեցին, թե աչքի երևույթ բան է, եւ վախից աղաղակեցին։ Շատ անգամ, երբ որ Աստված մեր կյանքի մեջ փորձում է իրան հայտնի մեզ կամ խոսա մեզ հետ, մենք վախ ենք ապրում։ Եսայի մարգարեն, երբ որ հանկարծ Աստծուն տեսել էր,
որ նկարագրված է Եսայի մարգարեության 6-րդ գլխի մեջ, ասում է Եսային աղաղակեց, ասեց վայ ինձ, որովհետև ես բղծշրթունգ մարդ եմ եւ բղծշրթունգ ժողովրդի մեջ եմ բնակվում։ Այն ժամանակ, երբ որ Աստված Իսրայելին ուզում էր խոսար Սինա լեռան մոտ, ինչ կատարվեց, Աստված ուզեց խոսի ժողովրդի հետ, բայց ժողովուրդն ասեցին մենք սարսափում ենք, մենք վախենում ենք, թող Մովսեսին ասեցին Աստված քո հետ խոսա, հետո դու կգաս Աստծո ասածները մեզ կպատմես։ Եվ նման իրավիճակներ, որտեղ շատ անգամ Աստված ուզում է իր ժողովրդի հետ խոսա, բայց իր ժողովուրդը դժվարություն ունի Աստծուն լսելու, որտեղ վախի ապրում է ունենում։ Տերը կանչեց Պետրոսին ու ասավ արի մոտ, Պետրոսն ասեց Տեր հեռու գնա ինձանից, որտեղ ես մեղավոր մարդ եմ։ Միշտ Աստծո հայտնությունը, երբ որ Աստված փորձում է ընթառաջ գա մեզ, մենք վախի զգացում ենք ունենում։ Երբ որ Սամսոնի պատմության մեջ, երբ որ Սամսոնը պիտի ծնվեր իր հորն ու մորը երված հրեշտակը, ասեցին, «Էս ինչ բաներ Աստծուն տեսանք ու կենթանի մնացինք»։ Միշտ Աստծո հայտնությունը վախ է բերում մարդկանց կյանքի մեջ։ Եվ գերբնականը միշտ վախենալու է։ Մենք երբեմն Աստված մեզ կարա քաշի գերբնական բաների մեջ, որպեսզի մեր կյանքի մեջ մենք հավատքի քայլ անենք, բայց մենք կարանք վախ ունենանք։ Մի պատմություն լսեցի վերջերս, որ այս պատմության մեջ ասում է մի մարդ, մի անհավատ մարդ հանկարծ այնձև աստացուն, որ քարափից ընկնում է եւ մի հատ ճյուղից կախվում է։ Ու երբ որ այս ճյուղից կախվում է, ասում է դե տակը սուր քարեր են, ես քարափից կախված եմ, ոչ մեկը չկա, որ ինձ օգնի, ես երևի սխալ եմ արել, որ Աստծուն չեմ հավատացել, որովհետև այս պահին մենակ Աստված կարա ինձ օգնի։ Ու ասում է Տեր Աստված, եթե դու կաս, խնդրում եմ ինձ փրկի եւ ես կհավատամ քեզ։ Պատասխան չկա։ Նորից աղոթում աղաչում, Տեր Աստված, խնդրում եմ ինձ փրկի ու ես կհավատամ քեզ։ Ու այդ պահին երկնքից մի հատ ձայն է լսում, ասում է չես հավատա։ Ասում է չէ, դու չես հասկանում, ախր ես կհավատամ քեզ, ես երբ որ դու փրկես ինձ, ես իսկապես կհավատամ, նորից այդ ձայնը ասում է դու չես հավատա։ Այս մարդը նորից պնդում ասում է չէ, ես իսկապես կհավատամ քեզ, ասում է դե որ կհավատաս, բաց թող այս ճյուղը։ Ասում է չէ, ես հո հիմար չեմ, որ այս ճյուղը բաց թողամ։ Երբ որ մենք գերբնական բաների մեջ պիտի մտնենք, երբեմն վախենալու է, որովհետև հավատք է պահանջում։ Երբ որ մենք պետք է մեր կյանքի մեջ Աստծուն մոտենանք, երբեմն զոհաբերություններ պիտի անենք, որ մենք դժվարանում ենք, որ ասում ես, բայց արդյոք այս զոհաբերության տեղը ճիշտ տեղն է։ Իրոք Աստծո համար եմ ասում, Աստված ակնկալում է ինձանից, որ ես այս զոհաբերությունն անեմ, որ ինձ դնեմ զոհասեղանին, որ իմ կյանքի մեջ այս ինչ բաները դնեմ զոհասեղանին, որտեղ միշտ հավատք է պահանջում, որպեսզի մենք գերբնական բաների մեջ մտնենք եւ միշտ վախը կա, որտեղ հավատքի հակառակը անհավատությունը չի, հավատքի հակառակը դա վախն է։ 27-րդ համարի մեջ կարդում ենք, որ եւ Հիսուսը շուտով խոսեց նրանց հետ եւ ասեց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախենաք»։ Այն ժամանակ, երբ որ մեր վախերը պատում են մեզ, որ Աստծո ներկայության մեջ մտնելու, Աստծուն հանդիպելու, որովհետև մենք միշտ մտածում ենք, որ դե ես մեղավոր մարդ եմ, ու հանկարծ եթե Աստծո սրբության ներկայության մեջ մտնեմ, հանկարծ Աստծո փառքը կարա հարձակվի ինձ վրա ու ինձ ոչնչացնի, որովհետև ես մեղավոր մարդ եմ, ես ոնց կամ Աստծո սրբության մեջ մտնեմ, բայց Աստծո բաց գիրկը մեզ համար Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ, որ Տեր Հիսուսի արյունը կարողանում է ծածկել մեզ ընդունելի դարձնել Աստծո մոտ, մեզ համար ճանապարհ է բացում Աստծո ներկայության մեջ։ Սա այնքան փառավոր է, որ մենք ոչ թե մեր արժանինքներով ենք գնում Աստծո ներկայության մեջ, այլ Տեր Հիսուս Քրիստոսի արյունով ենք գնում։ Եվ մեզ համար Աստծո գիրկն այնքան բաց է։ Ես օրերս լսում էի մի վկայություն մի քույրիկի մասին, որ տեսել է, որ մահացել է, գնացել է, հետո վերադարձել է, այդ պահին, երբ որ ասում է, ինքը գնացել, ասում է, իմ վերջի բջիջն անգամ
Աստծո սիրով լուսավորված էր ու Աստծուց ընդունված էր, Աստծուց սիրված էր, Աստված ինձ ընձև էր սիրում, ես ինձ ընդունված ու սիրված էի տեսնում Աստծու կողմից, անկախ եմ բանից, որ ես տեսնում էի, որ ես անարժան եմ, ես թերի եմ, ես մեղավոր եմ, բայց Աստծո սերն այնքան մեծ էր իմ նկատմամբ, որ ես չէի կարողանում այս սիրուն դիմանամ։ Մենք չենք ճանաչում Աստծո սերը, մենք ընդամենը մտքի ծերով գիտենք, որ Աստված սիրում է մեզ, բայց մենք չենք ճաշակում ու չենք ճանաչում Աստծո սերը, թե ինչքան մեծ է սիրում։ Աստված շրջանցում է մեր թերի եղնելը, ինքը գիտի, որ մենք թերի ենք, մենք մեղավոր ենք, բայց ինքն այնքան խորը սիրով ու այնքան մեծ սիրով է սիրում մեզ, որ ինքն ուզում է հասնի մեզ, ուզում է գրկի մեզ։ Եվ Տեր Հիսուսը այդ ժամանակ, երբ որ աշակերտների հետ խոսեց, ասավ՝ մի վախեցեք, ես եմ։ Մի վախեցեք, ես եմ։ Իր այդ եսեմի մեջ մարդիկ ճանաչեցին իր ձայնը։ Մենք երբեմն, երբ որ ասում ենք ես եմ, այդ եսեմի մեջ անորոշություն կա, որ դուրը թխկացնում ես, ասում են ով է, ասում է ես եմ, հա դու ով ես, որտեվ ձայնը անճանաչելի է։ Այս ալիքների մեջ, ալիքների այդ շխկոցի մեջ, ձենի մեջ Տեր Հիսուսի եսեմը այնքան հստակ էր, որ նրանք ճանաչեցին, որ այս որ եսեմն է, որ այդ ինքն է, մեր փրկիչը։ Եվ հաջորդ համարի մեջ 28-րդ խոսքի մեջ Պետրոսը պատասխան տվեց նրան եւ ասեց. Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ։ Եթե դու ես, ասա, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ։ Իսկապես մենք ուզում ենք Աստծուն մոտ լինել։ Թե մենք բավարարված ենք նրանով, ինչ որ ունենք։ Բավարարված ենք այն մտերմության չափով, ինչքան որ մոտեցել ենք Աստծուն։ Իսկապես ուզում ենք Աստծուն մոտ լինել, թե մենք բավարարված մարդիկ ենք։ Տեր Հիսուսը լեռան քարոզի մեջ ասում էր երանի հոգով աղքատներին, որտեղ նրանցն է երկնքի թագավորությունը։ Ումն է երկնքի թագավորությունը։ Տեր Հիսուսն ասում էր երկնքի թագավորությունը այդ դրսից երևացող բաներով չի գա, նա ձեր ներսում կլինի։ Եվ Պողոս առաքյալը բացահայտում ասում է երկնքի թագավորությունը դա արդարություն, խաղաղություն, ուրախություն է Սուրբ Հոգով։ Երկնքի թագավորություն երևացող բաներով չի գա, բայց այդ երկնքի թագավորությունը ում է պատկանում, նրանց, ովքեր ծարավ են սրտով։ Եթե քո սրտի մեջ, իմ սրտի մեջ ծարավ կա Աստծու ներկայության, Աստված կգա ու կհայտնվի մեզ։ Եվ Աստծու ներկայությունը մեր կյանքի մեջ ուղիղ համեմատական է այն ծարավին, որ մեր սրտերի մեջ կա։ Տեր Հիսուսը մի անգամ աղաղակեց։ Տոնի օրը գրված է, որ աղաղակեց։ Այդ աղաղակը սովորական քարոզ չէր, սովորական պատգամ չէր։ Դա բարձր աղաղակ էր, որ Տեր Հիսուսը աղաղակում էր, ասում էր. ով որ ծարավ է, թող ինձ մոտ գա։ Ով որ ծարավ է, թող գա, եւ ես նրանց կկշտացնեմ, նրանց ջուր կտամ, ձրի կտամ, առանց վճարի կտամ։ Տեր Հիսուսը աղաղակում էր։ Ինչի համար էր աղաղակում, որպեսզի հասանելի լինի, ինչքան հնարավոր է շատ մարդկանց, որպեսզի մի քիչ զարթնացնի մարդկանց, մարդիկ սթափվեն, ասեն, իրոք Աստծու ներկայության ունենալու, կշտանալու համար ինձ սրտի ծարավ է պետք։ Եվ Տեր Հիսուսն ասում էր, ով որ ծարավ է, թող մոտ գա եւ խմի, թող վերցնի կյանքի ջուրը, հավիտենական կյանքի ջուրը։ Եթե ես ուզում եմ Աստծուն մոտ լինեմ, ավելի մոտ լինեմ, ես պիտի դուրս գամ իմ հարմարավետությունից։ Մենք մեր սովորական առօրյան ունենք, մենք մեր սովոր առօրյան ունենք, մենք մեր բնականոն կյանքի ընթացքն ունենք։ Այն մի քանի շաբաթ առաջ, որ ասում էի, այդ ավտոպիլոտն ունենք, որ մենք ավտոպիլոտի գցած մեր կյանքը առավոտը լուսանում է, իրիկունը մտնում այն մի հատ հեքիաթ կա, որ ասում է առավոտն արևը դուրս գա, իրիկունը մայր մտնի։ Գետերն ունենան երկու ափ, մեր մոտ այդ ձև է, առավոտը լուսանում է, իրիկունը մտնում է։
ու մեր մոտ գետերն երկու ափ ունեն։ Մենք մեր կյանքը ոնց եղել է, այդ ձև գնում է։ Նույն օրը լուսանումա ու օրը մթնում է ու տենում ենք, որ հատուկ մի բան չեղավ մեր օրվա ընթացքում։ Բայց եթե ուզում ենք Աստծուն մոտ լինենք, մենք պիտի դուրս գանք մեր հարմարավետությունից։ Մենք պիտի մեր օրակարգը փոխենք։ Եթե մեր օրակարգի մեջ է ձևը, որ ունենք սահմանված կարծես թե օրակարգ, ու հանկարծ ուզում ես դու ունենաս շատ ավելին, քան որ ունես, դու պիտի քո օրակարգը փոխես։ Դու պետքա սկսես ուրիշ կերպ դասավորել քո օրակարգը, սկսես ուրիշ կերպ դասավորել կյանքդ։ Եվ Տեր Հիսուսը, երբ որ Պետրոսին նայում էր, Պետրոսը ասավ. ես չեմ բավարարվում նրանով, ինչ որ ունեմ, ես ուզում եմ քեզ մոտ լինեմ։ Եթե դու ես, ասա, որ քու մոտ գամ։ Եվ պատգամս այս ձև էր վերնագրված Տիրոջ մոտ կամ ջրերի վրա։ Տիրոջը մոտ կամ ջրերի վրա։ Իսկապես ուզում ես Տիրոջը մոտ եղնես, պետքա համարձակվես անելու մի բան, որ երբևէ չես արել։ Ինձ Սուսան քուրը համար էր ուղարկում Հոբի գրքից, որ ասում է, եթե դու առավոտ կանուխ Աստծուն կփնտրես, դու կգտնես նրան, թեև քո սկիզբը փոքր լինի, քո վերջը մեծ կլինի։ Մենք եթե իսկապես արդյունք ենք ուզում, մենք պիտի համարձակվենք անելու բաներ, որ երբևէ չենք արել։ Համարձակվենք շաբաթով ծոմ վերցնենք Տիրոջը մոտենալու համար։ Համարձակվենք մի շաբաթ չաշխատենք, առանձնանանք Տիրոջ համար։ Հեշտ չի, բայց մեր բնականon առօրյան դուք կարանք մտածենք, բա որ սուզվեմ, բա որ ալիքները ինձ խորտակեն, բա որ բնական օրենքը գործի, որովհետև դա բնական օրենք է, եթե դու չես աշխատում, ֆինանս չես ունենա, եթե ֆինանս չունես, խնդիր կունենաս, եթե մեկն է մյուսը կլինի, բնական օրենքներ կան, բայց եթե ուզում ենք իսկապես Տիրոջը մոտ եղնենք, մենք պիտի համարձակվենք անելու բաներ, որ մենք բնականից չէինք համարձակվի։ Հանկարծ Պետրոսն ասավ. ես չեմ բավարարվում, ես ունեմ նավակի մեջ իմ կոմֆորտը, որովհետև նավակի մեջ ես ապահովության զգացում ունեմ, որովհետև նավակը բնականից ինձ կարա պահի ջրի վրա, բայց եթե դու ես, ասա ինձ, որ քու մոտ գամ, ու եթե ես քու մոտ գամ, ես համարձայն եմ, որ քայլեմ այն ձև ջրերի վրա, ոնց որ դու ես քայլում, այսինքն իմ քայլքը համարժեք լինի քո քայլքին, իմ կարգավիճակը համարժեք լինի քո կարգավիճակին, իմ եղնելը քու եղնելու պես լինի, ոնց որ դու ես։ Ու Տեր Հիսուսը, երբ որ Պետրոսը ցանկություն հայտնեց ջրերի վրա լինելու, Տեր Հիսուսը նրան ասավ եկ։ 12-ից մենակ Պետրոսը համարձակվեց, որ ջրերի վրա բարձրանա։ Կարան մեր կողքի շատ քրիստոնյաներ չուզենան Աստծուն մոտ եղնեն այնքան, ինչքան մենք ենք ուզում մոտ եղնենք։ Բայց սա մեզ չպետք է կաշկանդի, որովհետև կարան այն նույն մեր հետ ապրող քրիստոնյաները, որ իրար հետ նույն եկեղեցին են գնում, որ իրար հետ գուցե ժամանակ առ ժամանակ աղոթում ենք, որ իրար հետ ժամանակ առ ժամանակ զրուցում ենք, որ իրար հետ նույն պատգամներն ենք լսում, նույն ուսուցումն ենք ընդունում, նույն Աստծուց ենք ծածկոց ստանում, կարան չուզենան Աստծուն մոտ եղնեն, բայց իմ սրտի մեջ, քո սրտի մեջ, մեր սրտի մեջ պետք է խորը ցանկություն եղնի Աստծուն մոտ եղնելու եւ համարձակություն ջրերի վրա բարձրանալու։ 29-րդ խոսքն եմ ուզում կարդամ։ Եվ նա էլ ասեց. եկ, եւ Պետրոսը իջնելով ջրերի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ։ Սիրելի զբաղմունքը զոհաբերեց Պետրոսը։ Իր հարմարավետությունը զոհաբերեց Պետրոսը։ Իր ապահովությունը զոհաբերեց Պետրոսը եւ զոհաբերեց։ Եվ համարձակվեց մի բան անելու, որ հազարամյակներ հետո մենք պատմում ենք այդ բանի մասին։ Եթե մեր կյանքի մեջ մենք համարձակվենք զոհաբերվելու հանուն Հիսուսի, երբ որ քո
հարմարավետությունն ես դնում մի կողմ, դու սկսում ես Աստծո երեսը փնտրել, սկսում ես այդ ծարավին անընդհատ բորբոքել, որ Աստծո ներկայության մեջ գնաս, Աստծուն մոտենաս, հավատա, հավիտենականության մեջ երևացող կլինի այն զոհաբերությունը, որ դու արել ես Աստծուն մոտ լինելու համար։ 30-րդ խոսքում կարդում ենք, որ եւ տեսնելով, որ քամին սաստիկ է, վախեցավ եւ երբ որ սկսեց ընկղմվել, աղաղակեց եւ ասեց. «Տեր, փրկիր ինձ»։ Կարա լինի, որ ես գերբնական փորձառություն ունեմ, բայց հետո սկսեմ սուզվել։ Այո, կարա լինի։ Կարա լինի, որ ես Տիրոջը մոտենամ ու հետո Տիրոջը մոտենալու ժամանակ, մոտեցած ժամանակ վախեր ունենամ։ Եվ այս վախերը պատճառ եղնեն, որ ես որոշակի հետ քաշվեմ Տիրոջից։ Այո, կարա լինի։ Բայց այն ժամանակ անգամ, երբ որ ես Տիրոջը փորձում եմ մոտենամ ու Տիրոջը մոտենալու ժամանակ ես սուզվում եմ, ես ընկղմում եմ, ես միևնույն է, պետքա չհամակերպվեմ ձախողման հետ, պետքա չհամակերպվեմ սուզվելու հետ, պետքա չհամակերպվեմ անհաջողության հետ, պետքա չհամակերպվեմ տկարանալու հետ, պետքա չհամակերպվեմ սուզվելու հետ, որ աշխարհը ինձ փորձում է կուլ տա, ես միևնույնն է պետքա աղաղակեմ Տիրոջը, եւ Տերը իր ձեռը երկարում է, եւ Տերը օգնում է ու բարձրացնում է։ Կարդում ենք, որ ասում է, եւ Տեր, փրկիր ինձ, եւ շուտով Հիսուսը իր ձեռքը մեկնեց, նրան բռնեց եւ ասեց. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Տիրոջ ձեռ մեկները հապաղումով չեղավ։ Տեր Հիսուսը չհապաղեց, գրված է շուտով ձեռքը երկարացրեց։ Հավատա, երբ որ աղաղակ կա իմ ու քո սրտի մեջ դեպի Տիրոջը, որ մենք կանչում ենք Տիրոջը, որ Տեր, փրկի ինձ, Տեր, ողորմի ինձ, Տերը չի սպասում, որ մինչև խեղդվենք հետո նոր փրկի, Տերը շուտով ձեռքը երկարացնում է։ Ինչ վիճակի մեջ էլ եղնես, երբ որ կյանքիդ մեջ սկսում ես սուզվել, Տիրոջը աղաղակում ես, ասում ես Տեր, փրկի ինձ, այս աղաղակը նման չի սովորական կանչին, որ ասում ես Տեր ջան, դե սովորական մի աղոթք անես, ասես Տեր ջան, օգնի էլի, չէ, այս աղաղակը դա սրտից դուրս եկող բան է, դա սրտի վիճակ է, երբ որ կյանքը տա աղաղակում Տիրոջը, ասում ես Տեր, կորսում եմ, ողորմություն արա, Տեր, փրկի ինձ, որովհետև վարի եմ գնում, ու այդ ժամանակ Տերը շուտով ձեռքը երկարացնում է, Տերը շուտով ձեռքը երկարացնում է ու փրկում է մեզ։ Եվ երբ որ նավը մտավ, քամին հանդարտվեց, եւ նավի մեջ լինողները մոտ գալով նրան երկրպագեցին եւ ասեցին. «Ճշմարիտ դու Աստծո որդին ես»։ Երբ որ Տեր Հիսուսը մեր նավի մեջ է հայտնվում, մեր քամիները դադարում են։ Սա գերբնական է։ Ինչի շատ ժամանակ մեր կյանքի մեջ քամիներ կան, ինչի շատ ժամանակ մեր կյանքի մեջ ալեկոծություններ կան, ինչի շատ ժամանակ մեր կյանքի մեջ խնդիրներ կան, որովհետև կամ Հիսուսը մեր նավի մի անկյունում նստած է, կամ Հիսուսը ընդհանրապես նավի մեջ չի։ Բայց երբ որ Տեր Հիսուսը գալիս է մեր նավի մեջ, այդ ժամանակ մեր նավի մեջ ապահովություն է սկսում տիրել, քամիները դադարում են, ու այդ ժամանակ մի նոր ճանաչողություն է եղնում։ Մենք ինչի նոր ճանաչողություն չունենք Տեր Հիսուսի անձի վերաբերյալ, որովհետև այդ անձի ճանաչողության պակասի պատճառը նրան մեր նավի մեջ չլինելն է, նրան նորովի չբացահայտելն է։ Եվ արդյոք ուզում ենք, որ բացահայտենք այդ Տեր Հիսուսին։ Արդյոք ուզում ենք, որպեսզի այդ Տեր Հիսուսին ճանաչողություն նոր ունենանք, որը կփոխի մեր կյանքը։ Վերջես, վերջին անգամ երբ ենք բացահայտել Տեր Հիսուսին, որ իր էությունը, իր վերաբերմունքը մեր նկատմամբ, իր սրտի զգացմունքները, ապրումները, իրան երբ ենք ճանաչել վերջի անգամ։ Հա մենք իր մասին ստեղ շատ բան գիտենք, բայց ստեղ երբ է լուսավորվել վերջի անգամ, որ ասենք, ախր դու բարի ես, հասկանաս սրտիդ մեջ իր բարությունը, կամ իր սերը ճանաչես, ասես, ինչքան մեծ սեր կա, սրտով ճանաչենք։ Մենք չենք ճանաչում մեր Փրկչին, մենք գիտենք նրա մասին, բայց մենք չենք ճանաչում նրան։ Եվ մյուս կողմն անցնելով եկան Գենեսարեթի երկիրը եւ այնտեղ մարդիկ նրան ճանաչելով ուղարկեցին բոլոր շրջակայքը եւ ամեն հիվանդները նրա մոտ բերեցին եւ նրան աղաչում էին, որ միայն նրա հանդերձի ծայրին դպչեն եւ նրանք որ դիպան փրկվեցին։ Երբ որ Տեր Հիսուսը հայտնվում է մեր նավի մեջ, մենք կարանք գնանք նոր հորիզոններ, որտեղ Աստծո գործը կարա կատարվի։
մեր նավը տեղ կհասնի։ Տիրոջը մոտ կամ ջրերի վրա։ Արդյոք համաձայն ես ջրերի վրա բարձրանաս։ Եթե անգամ քու կողքի մարդիկ, եթե անգամ եկեղեցու առաջնորդները Տիրոջը չմոտենան, ընծայում չցուցաբերեն Աստծուն, արդյոք դու պատրաստ ես Տիրոջը մոտենալու։ Եթե անգամ ամբողջ եկեղեցին Աստծուց հեռանա ու գնա աշխարհ, եկեղեցու առաջնորդներն էլ դադարեն աստվածապաշտությամբ զբաղվել, արդյոք դու կշարունակես Տիրոջը մոտ գնալ, թե չէ։ Արդյոք այդ Հիսուսը քո համար այդքան թանկ է, որ դու իր համար ուզում ես իրան մոտեղնես։ Արդյոք ծրտիդ մեջ ցանկություն կա նրան մոտենալու եւ նրա հետ մեկ եղնելու, որովհետեւ Աստծո փափագը, հավիտենական փափագը յուրաքանչյուր քրիստոնյայի համար, յուրաքանչյուր մարդու համար սա է, որպեսի մոտենա Աստծուն եւ նրա հետ մեկ հոգի դառնա։ Աստծո սրտինը սա է, Աստված այնքան է ուզում մեզ մոտեղնի, մեզ գրկի, ու Աստծո այդ խորը մեծ փափագը, որ կա մեզ մոտեղնելու, մեզ գրկելու, մեզ հետ մեկանալու, այնքան մեծ էր, որ նա իր միածին որդին տվեց, ով որ հավատա նրան հավիտենական կյանք ունենա ու հետո գնա իր մոտ, իր անընդհատ իր մոտեղնի։ Աստծո սրտի փափագը մեզ համար սա է, որ մենք իրան մոտեղնենք, բայց չգիտես ինչի, մենք բավարարվում ենք այն մի փոքր չափով, որ մենք ունենք մտերմություն նրա հետ։ Մենք պիտի ծարավենք Աստծուն։ Եվ երբ որ տեսնում ես սրտի մեջ ծարավ, այս ծարավը փոխակերպես գործողությունների, անընդհատ մոտենաս, անընդհատ ջրես այս ծարավը եւ մոտենաս Աստծուն։ Սաղմոսի 91-ի մեջ ասում է, քանի որ ինձ ցանկացավ, ես կփրկեմ նրան։ Քանի որ ինձ ցանկացավ։ Սա Աստծո սրտի մի հատ sense մի փոքր պորտկում է, որ Աստված մի փոքր բացահայտում է իր սրտի մեջ եղածը։ Ասում է, որ դու ինձ ցանկացար, աշխարհը չեմ խնայի քեզ համար, ամեն ինչ կանեմ քեզ համար, որովհետև դու ցանկանում ես ինձ։ Աստված ման է գալիս մարդիկ, ոնց որ պատգամի սկզբից ասեցի, որ արդյոք կա իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրի։ Աստված ման է գալիս մարդիկ, որոնք կփնտրեն իրան, որոնք կուզենան իրան մոտեղնեն, իրան մոտենան իր հետ մեկանալու համար, իրան մոտենան իրան ճանաչելու համար, իրան մոտենան իր կամքի մեջ լինելու համար։ Եկեք կանգնենք աղոթքի։ Մենք չենք ուզում բավարարվենք այն մտերմության աստիճանով, որ ունենք։ Մենք չենք ուզում քեզանից տարածության վրա, հեռավորության վրա լինենք։ Պետրոսը քեզ հետևեց հեռավորության վրա եւ դա բերեց հանգեցրեց իրան մի վիճակի, որտեղ ինքը ուրացավ քեզ։ Մենք չենք ուզում հերվից հետևենք քեզ։ Մենք ուզում ենք անձամբ մոտից մոտենանք քեզ, մոտենանք ու հպվենք քեզ, մոտենանք ու մեկանանք քեզ հետ, մոտենանք ու ձուլվենք քեզ հետ մեկ հոգի դառնանք։ Քո սրտի փափագն է, որ քեզ մոտ ժողովուրդ ունենաս, որոնք գերբնականի մեջ կապրեն, որոնք քեզ մոտ կլինեն, անգամ ծովերի վրա, ջրերի վրա, ալիքների վրա, քեզ հետ կեղնեն, քեզ մոտ կլինեն, չեն նայի ալիքների բարձրությանը, չեն նայի հողմերին, քամիներին, անկախ ամեն ինչից կուզենան քեզ մոտ լինեն։ Սա քո սրտի փափագն է, ու մենք խնդրում ենք քեզ խորը ծարավ բորբոքի Սուրբ Հոգու ձեռքով մեր սրտերի մեջ եւ օգնի մեզ, որպեսզի այն մի փոքր ծարավն էլ, որ մեր սրտի մեջ կա, քեզ մոտ լինելու, քեզ մոտենալու, քեզ հետ մեկանալու, մենք անընդհատ բորբոքենք այս ծարավը մեր սրտերի մեջ, անընդհատ գրգռենք այս ծարավը, Տեր, որ անընդհատ ուզենանք ավելի մոտեղնենք քեզ, որովհետեւ քո սրտի փափագն է մեզ մոտ լինել, մեզ հետ մեկ լինել, մեզ մոտենալ, եւ դու քո միածինը տվեցիր, որի անունն է Էմանուել, Աստված մեզ հետ, որտեվ դու ուզեցիր մեզ հետ լինես, մեզ մոտ լինել, դու ուզեցիր մեկանաս մարդկային տեսակի հետ, որպեսի մարդկային տեսակը մեկացնես քեզ հետ։
ուզում ենք հետևել քեզ, ուզում ենք մոտենալ քեզ։ Ուզում եմ մոտենալ քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ ճանաչել քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ մոտենալ քեզ, Հիսուս էլ ավելի, ուզում եմ ճանաչել քեզ, Հիսուս էլ ավելի, որքան մոտենում եմ քեզ, այնքան մեծ ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ, որ սեր ես դու, որքան մոտենում եմ քեզ, այնքան կարճ ես դու, որքան ճանաչում եմ քեզ, այնքան հասկանում եմ նորովիկ ես Տեր, որ սրբություն է քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գտած ողորմած ինչ մեծ ես դու, որ սրբություն է քո չի բաժանում ինձ քեզնից, այլ ընդունում ես ինձ և չես մերժում ինձ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սեր ես դու, գտած ողորմած ինչ մեծ ես դու, Հիսուս, Հիսուս, Մեր սրտի ցանկալի, մեր սրտի ցանկալիք, մեր սրտի ցանկալիք, մեր սիրտը սիրում է քեզ, մեր սիրտը սիրում է քեզ, մեր սիրտը կարոտ է քեզ, մենք ուզում ենք մոտենալ քեզ, մեկանալ քեզ հետ, մենք ուզում ենք հավիտենականությունը քեզ հետ անցկացնել, մենք ուզում ենք քեզանից ավելի թանկ որևէ բան չունենալ մեր կյանքերի մեջ, մենք ուզում ենք, որ դու լինես կենտրոնը մեր կյանքի ամեն բան քո համար լինի, ամեն բան խոնարհված լինի քեզ, ամեն բան զոհասեղանի վրա դրված լինի, հանուն քեզ մոտ լինելու, հանուն քեզ հետ մեկ լինելու, խնդրում ենք քեզ, Սուրբ Հոգով քաշի մեզ, Սուրբ Հոգով ջանք ներգործի մեր սրտերի մեջ, մեր սիրտը փոխի, նոր սիրտ ներգործի մեր մեջ, որովհետև դու խոստացար, դու ասեցիր, նոր սիրտ և նոր հոգի պիտի դնեմ ձեզանում, և իմ օրենքը պիտի դնեմ ձեր սրտերի մեջ, և այլևս չեն ասի, մեկը չի ասի ընկերոջը, թե Տերը ճանաչիր, այլ փոքրից մինչև մեծը կճանաչեն ինձ, խնդրում ենք քեզ, լուսավորի մեր աչքերը ճանաչելու քեզ, լուսավորի մեր աչքերը մոտենալու քեզ, հասկանալու ինչքան թանկ ու կարևոր ես մեզ համար, հասկանալու ինչքան ցանկալի ես, ինչքան արժեքավոր ես, որ հանուն քեզ ամեն բան զոհասեղանի վրա դրվի մեր կյանքերի մեջ, խնդրում ենք քեզ, լուսավորի մեր աչքերը, որ քո լույսի ներքո տեսնենք ամեն բան, որ ճանաչենք քեզ, փոքրից մինչև մեծը, այս տան մեջ փոքրից մինչև մեծը ճանաչի քեզ, ամեն մեկը ճանաչի քեզ Տեր, ամեն մեկ անհատապես ճանաչի քեզ, ամեն մեկ անհատապես իմանա ով ես դու սրտի մեջ և ոչ միայն գիտակցության մեջ, որ ամեն մեկի սիրտը կապված եղնի քեզ հետ, որ ամեն մեկը սրտով ցանկանա քեզ ու մոտենա քեզ և հանուն այդ մտերմության ու մոտիկության ամեն բան դրվի զոհասեղանի վրա, արի մեր կյանքերի մեջ, արի մեր կյանքերի մեջ, արի մեր կյանքերի մեջ,
մեր կյանքի ալիքների վրայով, արի մեր կյանքի մեջ, այս աշխարհի փոթորիկների վրայով, արի մեր կյանքի մեջ, արի մեր կյանքի մեջ, այս աշխարհի հարցակումների վրայով, այս աշխարհի հակնդեմ քամիների վրայով, արի մեր կյանքի մեջ, արի մեր կյանքի մեջ, եթե դու չգաս մենք կսուզվենք, արի մեր կյանքի մեջ, արի Տեր, արի Տեր, արի Տեր, ճանաչում ենք քեզ, այնքան աշխանում է, որ սերես դու, որ մոտենում ենք քեզ, այնքան դարձես դու, որքան ճանաչում ենք քեզ, այնքան հասկանում եմ նորովի քեզ Տեր, որ սրբություն է քո չի բաժանում իսկ քեզնից, այլ ընդունում ես ինձ և չես լսում իսկ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սերես դու, գտած ողորմած ինչ մեծ ես դու, սրբություն է քո չի բաժանում իսկ քեզնից, այլ ընդունում ես ինձ և չես լսում իսկ քեզնից, ճանաչեցնում ես ինձ, որ սերես դու, գտած ողորմած ինչ մեծ ես դու, որովհետև եթե դու քո ձեռքը չի երկարես, մենք կսուզվենք այս աշխարհի մեջ, եթե դու քո ձեռքը չի երկարես ու չփրկես մեզ, մենք կիջնենք ծովի հատակ, այս աշխարհի մեջ ալիքները շատ են, ու այդ ալիքները ծածկում են մեզ, այդ ալիքների վախը մեր սրտի մեջ կա, թեև քո պատգամն է նա, որ մենք չվախենանք, բայց մենք կարիք ունենք, որ դու քո ձեռքը երկարես, քո ձեռքը երկարես, մեզ բոլորիս հանես, բարձր ալիքների վրա կանգնացնես այս աշխարհի վրա, ու հետո տեղավորես մեզ քո ապահով ներկայությամբ նավակի մեջ, տեղավորի մեզ քո կամքի մեջ մեր փրկիչ Տեր, զորացրա մեզ, որպեսզի այս աշխարհը կուլ չտա մեզ, այս աշխարհը չսուզի մեզ, մենք քո կարիքն ունենք սիրելի փրկիչ, 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 մենք քո կարիքն ունենք, մենք միշտ ունենք քո կարիքը,